Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 30-ին Պարեկային ծառայության վարչական համալիրում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին Պարեկային ծառայության գլխավոր վարչության եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Կամո Ցուցուլյանը նշել է, որ լինելով ոստիկանության բարեփոխումների շրջանակում ձևավորված առաջին հենասյունային ուղղությունը, Պարեկային ծառայությունը պետք է չբավարարվի ձեռքբերումներով եւ հանցավորության դեմ պայքարում ամրապնդի գրանցված հաջողությունները։ Նա հրահանգել է անզիջում պայքար մղել հանցավոր ցանկացած դրսևորման դեմ համագործակցելով ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ։ Գործունեության թափանցիկությունն ու վերահսկողությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է կատարված աշխատանքի, ձեռքբերումների եւ բացթողումների վերաբերյալ պարբերաբար ներկայացնել ամփոփիչ զեկույցներ։ Ոստիկանության պետի խոսքով հաշվետվողականության այս ձևաչափը հնարավորություն կտա օբյեկտիվորեն գնահատել կատարած աշխատանքի արդյունավետությունը։ Ոստիկանության պետն ընդգծել է նաեւ ծառայողական կարգապահության եւ մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործման կարևորությունը։ Խորհրդակցության ընթացքում գույքագրվել են ի հայտ եկած խնդիրներն ու բացթողումները, որոնք պահանջում են հստակ լուծումներ։ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հավաստիացրել է, որ շարունակելով բարելավել ծառայության որակը, բոլոր հանձնարարականները կկատարվեն բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ։